ժամը մեզ հետ անցկացնելու, ձեր ժպիտներով ու ձեր ծափերով մեզ աջակցելու համար։ Մեր միջոցառման խորագիրը «Ես մի ծիրնեմ քո ծաղկի»։ Մենք սկսելու ենք մեծ ուսուցիչ, հայրենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի անգնահատելի գործից, անցնելու ենք Մայրենիի և դպրոցի գիրկը և վերջում փառաբանելու ենք մեր սիրելի հայրենի լեռնաշխարհը։ Պետք է խնդրեմ, որ դահլիճում պահպանեք լռություն, անջատեք հեռախոսի ձայները, քանի որ դա մեզ համար շատ կարևոր է։ Կա մի դպրոց, հրաշք դպրոց։ Այդ դպրոց հասնելու համար պետք է ունենալ ընդամենը մեկ տոմս, և այդ տոմսը կոչվում է ցանկություն։ Այն անվճար է և չունի տարիքային սահմանափակում։ Այնտեղ կարող ես հայտնվել օրվա ցանկացած պահին։ Երբ էլ գաս, միշտ սպասված ես։ Մուտքի մոտ գրված է բարի գալուստ։ Բարի է բոլորի մուտքն այնտեղ, և բարով է ելքն այնտեղից։ Ասպար են այդ դպրոցում գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, և դրանք քոնը կլինեն հրաշալի ուսուցիչների օգնությամբ։ Ուսուցիչներ, ովքեր ջանք ու եռանք չեն խնայում, այստեղ ոտք դրած յուրաքանչյուրի համար, զինում նրան գիտելիքներով։ Բոլոր առարկաներն անսահման հետաքրքիր են ու հեքիաթային, և հրաշքներ կարող են պատահել բոլոր դասերին։ Այս մեծ մոլորակն էլ ղեկավարում է աշխարհի ամենախորագետ, ամենաճշտապահ և ինչու՞ չէ ամենագեղեցիկ տնօրենը Ընկեր Մուշաղյանը։ Կարծում եմ հասկացաք, որ դա աշխարհի լավագույն դպրոցն է, և դժվար չէ կռահել, որ խոսքը մեր Արարատ քաղաքի համար մեկ հիմնական դպրոցի մասին է։ Այստեղ են սովորում աշխարհի ամենաաշխույժ և ժիր մանուկները։ Ու այժմ եկեք բարձր ծափերով դահլիճ հրավիրենք դպրոցի ամենակենսախինդ երեխաներին։ Առաջին դասարանցիներին։
դասը նկարել։ Եթե պատը բացատրել, գումարելու հանեք, համեմատելու հաշվել, մեծին պատվելու հարկել, փոքրիկները խնայել, ընկերների շացրել։ Այս ամենը սովորել ենք մենք դպրոցում։ Հավատվեցին մեր ժողովի մեկից 10 թվերը, ամեն մեկի ժողովի ներկայացրեց իր դերը, մեզ միացան եռանկյունը, քառակուսին, ուղղանկյունը ու շրջանը մեր տերես։ Առաջին եմ թվերի առանձին շատ չի լինի։ Ես էլ երկու թիվն եմ տես, դու կազմելիս կօգնել քեզ։ Ես 3 եմ հեքիաթից, խնդրում եմ տնի երկնքից, մի կերեսն է լինում տես, որքան կարևոր եմ գերես։ Դու կառուցեք 4 անկյուն, այգի տկենք քառանկյուն, 4-ն եմ կարևոր եմ շատ, կհանդիպեք դուք ինձ շատ։ Աջերքը բացույց տեսավ մեր բացույց տեսնես, ակավոթեր լասայդել ինչ կասվես։ Ես էլ մեծ եմ զույգ թիվ եմ, երկուսի 4 գումարեք, 3-ի դե 3 դասարից դու կամրես։ Դե հենց պատմեմ մի մասին, օրնանքում կամ հեքիաթում կամ շաբաթում կամ ու կամ։ Ես էլ թիվ եմ զարմանալի, բալան մարան հրաշալի, 2-4 եմ կանեմ, 4-ը 2 եմ ես։ Ամենամեծ կենթիվն եմ ես, 10-ին մոտիկ ընկերն եմ ես, վերջում կանգնած հսկում եմ ես, շատ շնավարտում շտկում եմ տես։ Ես 3-ի ընկեր եմ, երկամջում երեկում ու երեկական ունեմ ես։ Ես էլ կանեմ կողքին 4-ի, համեմատում ենք միասին, թե եկեք շրջան կազմենք, մանքների մոտ կանքենք, թող միանան միասին, մի երկեք մեր մասին։ Ամեն մի գործ անգամ մտահղացում իր սկիզբն ունի, այն նույնպես
ինք է, լավ միտը պահի թորնիկս, լավ սկիզբը գործի կեստ է, հիմքդ պիտի ամուր լինի, մարդկությունից ամբողջ կյանքում չշեղվես։ Հասկացար թորնիկս։ Հասկացա, պապիկ։ Նարեկ, իսկ դու ինչ ես անում։ Ես էլ ծառեցում ու որ պապիկիս տարմոս ագիներան ատեք տա, որ մարդիկ ասներնից քաղան ուտելու ծատակ ովեն օրհնեն։ Հա, այբենարանում եմ կարծացել, ամեն անգամ ծիրանտելիս լիսի ծրանից ծաղտում կողել։ Հա, ճիշտ ես ասում, թե մի ծառ է դու տնքի, չես իսում, ուսուսի որ տանք, ծառեր շուր կտանք։ Իհարկե հիշում եմ, ու կավելացնեմ, յուղ կանգնի գերած փոփոխրիկ կա միությունը ուժ է։ Այդա շատ լավ ասացի, մեզ էլ հետակ մասնակցությունն է պակասում, թող աշխարհի բոլոր հայերը տուն գան, ագի տնկեն, ու զորացնեն մեր երկիրը։ Thank you.
Եվ մի օր Եվ դառնամ տունը իմ հայրերի կսփոփեմ կարոտը իմ սրտի իմ մայր Հայաստանի ես երազում եմ հայրերի եկել վերադառնալ սա քո տունն
Thank you.
ծափերը ու ձեր ժպիտները մեզ այսքան ջերմացնելու են, բայց որ այսքան խելապտույտ հուզեր են պարգևելու, հիմա ինձ համարել է դժվար արտահայտվել։ Շնորհակալ եմ բոլորից, որ այս պահին իրենց 1 ժամը տրամադրեցին, մեզ հետ եղան։ Շնորհավորում եմ բոլոր ծնողներին, շնորհավորում եմ իմ սիրելի աշակերտներին, ինչպես խոստացել եք դուք ինձ, ապրեք, այսօր փայլեցի։ Սիրելի երեխաներ, դուք մեր հայրենի հողի ծիլերն եք։ Ես ցանկանում եմ, որ այդ հողը այնքան պարարտ լինի ձեզ համար, որ դուք ծլեք, ծաղկեք, բարգավաճեք ու ամենակարևորը բարի պտուղներ տաք։ Բարի պտուղներ ձեր ծնողների, հասարակության եւ մեր հայրենի հողի համար։ Շնորհավորում եմ ձեզ սիրելի երեխաներ։ Շնորհավորում եմ եւ այս գեղեցիկ օրվա եւ տառաճանաչ ու գրաճանաչ դառնալու կապակցությամբ։ Դուք ձեր գրավորներով ապացուցեցիք, որ դուք ոչ միայն կարողանում եք գեղեցիկ երգել ու պարել, այլ նաև շատ գեղեցիկ գրում եք ու ճիշտ գրական գրում եք մայրենի լեզվով։ Շնորհավորում եմ ևս մեկ անգամ, շնորհակալություն եմ ուզում հայտնեմ բոլորի աջակցության համար, ծնողների, որոնք իմ կողքին են եղել ամեն ժամանակ, ուսուցիչների, որոնք իրենց բարի խոսքերով ինձ ուժ են տվել, մեր տնօրինությանը, որ ամեն հարցով աջակցել են, շնորհակալ եմ բոլորից, ցանկանում եմ, որ բոլորիս կյանքում նման գեղեցիկ պահեր շատ հաճախ լինեն։ Շնորհակալ եմ, որ ներկա եք, շնորհակալ եմ։ Մեր աշխարհի ամենալավ դասղեկին, ամենալավ դպրոցին, այս յանալի միջոցառման համար նախ շնորհակալ ենք մեր երեխաներին տառաճանաչ ճանաչելու համար ու այս հրաշք րոպեների համար, որ մենք բոլորս ուղղակի վայելել ենք այս րոպեները, առանց մի րոպե կասկածելով, որ հնարավոր է մեր երեխաները շփոթվեն, ինչի համար անչափ շնորհակալ ենք ձեզ։ Լավ, ուզում եմ շնորհավորել Գերտ Իրանյանին, դպրոցին եւ մեր սիրելի երեխաներին։ Ինչպես ներկայացրեցիք, դուք ինչքան հիմքը ամուր լինի, այնքան ավելի հայրենիքը հզոր կլինի։ Լիահույս եմ, հավատում եմ, որ իրոք այն ծիլերը, որ արձակելու է ձեր մեջ, դա շատ հզոր է։ Ուր էլ գնաք ամուր եք պահելու մեր մայրենի լեզուն, մեր հայրենիքը, որովհետև հանձին ձեզ Գերտ Իրանյան եւ ձեր երեխաների ունենալու ենք հզոր ու մեծ հայրենիք։ Ես հավատում եմ եւ շնորհակալություն եւ հրավերի համար եւ շնորհակալություն իհարկե դպրոցին, որ այսքան մեծ աշխատանք են տանում բոլորը, ձեր երեխաները շատ ամուր ձեռքերում են սիրելի ծնողներ եւ եկիսամյակի արդեն բախտ է վիճակվել աշխատել ուսուցիչների ու դպրոցի հետ ու հաստատ համոզված եմ այս կրթօջախը սաներին գրկաբաց է ընդունում ու շատ մեծ արժեքներ է տալիս։ Մնում է պահենք, փայփայենք, գնահատենք այդ արժեքները դպրոցը ուսուցիչներին։ Շնորհակալություն եւ շնորհավորում եմ բոլորին։ Ամոզվեցիք թե ձեր երեխաներին ինչքան զարմանահրաշ, լուսավոր, բազմաշերտ մանկավարժի ձեռքերում է եւ առաջին հերթին դուք պիտի երախտապատ լինեք, իհարկե մենք Ռոմեյրենով Յանը Ինչվանի Գորգեն Իլանյանը շարունակի աշխատել, ստեղծագործել, արարել։ Իհարկե շարունակեմ Ինավետիսյանի խոսքը, ցեղասպանության տարիներին, երբ որ Զորավարան ընտանիքը ինքնապաշտպանական մարտեր էր մղում,
Թուրքերը կապ էին հաստատում եւ տեղեկացնում էին, որ իրենք ունեն հայ փոքրիկ որդեր եւ նորավարը ոչ միայն զենք էր հայթայթում, այլ նաեւ յուրաքանչյուր որփուկի համար մի ոսկի էր տալիս, որպեսզի բերեր դրանց Արևելյան Հայաստան եւ ասում էր սրանք մեր նոր Հայաստանի ծիլերն են։ Միգուցե մենք այս պահին ժամանակավորապես ոչնչացման վտանգի տակ չենք, բայց ապրում ենք արժեքների խրատված մի քիչ ժամանակաշրջանում եւ Հայաստանում հայ մնալը դա շատ վատ խնդիր է։ Եվ ինչքան լավ է, որ այս նոր ծիլերը ջրվում են նման գաղափարներով, սնվում են նման գաղափարներով։ Շնորհակալություն, ապեր շատ։ Ինչ ասեմ, լուսավոր մանկություն իրենց։ Տեսնեմ դու կհավանեք, ես լավ եմ ճանաչում իրենց, թե դեռ ճանաչելու տեղ ունեմ։ Հայկ Եղիազարյան, Հայկը մեր բարի, աշխատասեր ու մեր սրտի տեր տղան է։ Ճիշտ եմ ճանաչել Հայկը։ Հայկ ժամոտեցի տղես։ Ինչալով Գևորգներ այն ասակեր։ Զախարյան Եվան, համեստ, խելացի է մեր Եվան։ Չնայած մեզ միացավ հունվարից, սակայն շատ արագ դարձավ մեր մեծ ընտանիքի այդ սիրված անդամը։ Արագ ընկալում է ցանկացած տեղեկություն։ Շատ է սիրում սովորել։ Ճանաչել եմ Եվային։ Շատ է սիրում բացակայել, սակայն շատ ճարպիկ է, աշխուժ է, շատ է սիրում ֆուտբոլ խաղալ, չէ՞ Նիկոլիա։ Աղաչն է, տղես, Արսենը, իմ Արսենը։ Արսենը մեր մանուկյան երազվող է այս տղան։ Մեկ ասես տանը չի, բայց որ տուն գա, կփայլի։ Վալենտինա, մեր հրեշտակը։ Վալենտինա Զեյնալյան, հրեշտակ իրական։ Խմբուր, բարի, ներող, հոգատար, միշտ օգնող, որ միտք ունի մեր Վալյան, սիրելի են այնքան։ Ճիշտ եմ ճանաչել աղջկան։ Սննդեք հարցերությամբ նրան 30։ Գևորգ Հայրապետյան, Գևորգը մեր համեստ, դժվարությունները հաղթարեց, արդեն տարերը գրում, կարճ բառեր է կազմում։ Դու գիտեք, որ Գևորգն արդեն միաբան բառեր է գրում։ Եվաս Գալստյանը, մեր սիրելի Գալստյան, հրաշք աղջիկ է այնքան, խելացի ու ճարպիկ, խոսքն էլ ճիշտ ու գեղեցիկ։ Ալենը Կարաբաշյան, մեր դասանի ամենաթիկնև տղան է Ալենը։ Խելացի է մեր Ալենը, շատ նոր բաներ կարող ես նրանից սովորել, ոչ կարդում ու գրում է։ Պետք է հաղթարենք միայն դա Ալենի, ինչը, դանդա, Հայկը մեր Ավակյան, մեր շատ սիրելի Հայկը Ավակյան, գլուսավոր, ոսկարձեցիկ, միշտ պարտաճանաչ, արքապա այնքան, ով շատ փխրում, վարկով գեղեցիկ։
Ահա տղա է մեր Արեգը, ունի գծված գեղեցիկ ձեռագիր, համաչափ ամեն ինչում, իր ամեն ինչ կարկ ու կանոնի մեջ է, չէ՞, թե ասում է տանը չարեն։ Մարիան Մարգարյան, Մարիան ճարիք է շատ, հետաքրքիր է սերի անչափ, խոսք ունի նա գեղեցիկ, չէ ու համշ։ Նարեկը Նուրիջանյան, ո՞ց է, ուր է այս Նարեկը, որտեղից որ անցնի, հաստատ մի բան կշարժի։ Հելացի է Նարեկը, նրան է դասարանի ղեկը։ Էմիլը Խուդավերդյան, Էմիլը տղա է խելացի, աշխատասեր ու բարի, հանգիստ ու հանդարտ է նա, լավ ընկեր քեզ կդառնա։ Մարին, մեր Մարին զույգերի կրակոտ է ավելի, ուշադիր է մեր Մարին, դասարան է բերում մեծ սել, նրա ժպիտը բոլորին կախարդում է, ինչքան ուզում է ջղայնացի Մարին ժպտած վերջպտում է։ Մերի մեր զույգերի, մեր շատ երասկոտ աղջիկ և ունիր աշխարը, որտեղից ուգեր դիլայնան իրան մեկ չի կարողանում բերել, մեր անուշիկ աղջիկը բարում է գեղեցիկ, երվում է անուշիկ, Արայիկը Նիկողոսյան, Արայիկը մեր դասանի, ձայնը հզոր է, խոսքը գեղանի, կարգապա է մեր տղան, շատ ենք սիրում ենք նրան։ Դուք համոզվեցիք, որ Արայիկը հզոր ձայն ունի, երևի թե։ Նարեկը Հայրապետյան, մեր բարի քրչախոս, անչափ համեստ, ամաչկոտ, բեզարել երեսօր Նարեկը բեմի, այ հոգնած մեզանից ու կյանքից աշխարհության Արեգ ջան։ Իլենան Հայրապետյան, փոքրամարմիկ Իլենան, մեր մի փոքրիկ մարմնիկ ներս է, շատ աշխատեց, քիչ չարչարեց, ու վերջապես առաջ մղվեց։ Էրիկը Մանուկյան, Էրիկը մեր Մանուկյան կարգապահ է նա այնքան, քչախոս է, ճշտապահ, բարեկիր ու կարգապահ։ Ճիշտ եմ ճանաչել Էրիկին։ Մոնիկա Ամիրյան, մեր գեղեցկուհին, մեր թիթեռնիկը, Ամիրյանը մեր Անուշիկը, Նազանի է սիրուն, ընկերասեր անհուն։ Փիսիկի պես Նազանի, իր համայնքով կջուքի։ Կարգի նման անդադ էսպես բանա, ձեր ստեղ մտածենք։ Արենը Զարուկյան, Արենը մեր Զարուկյան բանի մաց է մեր տղան, ու շատ իրեն ընդունակ, կարգապահ է ու համարձակ։ Այս համարձակության պահը մի Արեգով նկատել եմ, չգիտեմ որքանով է արդարացված։ Անդրուշը Մկրտչյան, Անդրուշը մեր սիրելի դասանի լուրջ տղան է ամենից։ Արտաքինով ու կեցվածքով տարբերվող, համեստ ու լուրջ մի տղա է, շատ հասկացող։ Նարեկը Համբարձումյան պարտաճանաչ է այնքան, խելացի ու ճարպիկ, ինչ ուզում ես վստահի, ինչ վստահես նա կան։ Արմանը Սարդարյան, իսկ Արմանը Սարդարյան մտքի վարպետ է այնքան, թե որ խոսի, միտք ասի, սիրուն խոսքով կփայլի, իսկապես մեր Արմանը շատ գեղեցիկ խոսքով է։ Ալեքսը Կարեյան, Ալեքսը մեր միամիտ է, յուրահավատ ու բարի է, աշխատում է չարչարվում ու երբեք չի տրտնջում։ Արենը Տոնոյան, Տոնոյանը շատ լուրջ է, հետ է շատ լուրջ ու ինջ է, բայց խելացի տղա է, կարգապահ ու բարի է։ Արտակը Գասպարյան, մեր Արտակը Գասպարյան համեստ է, դաստիարակված, երբեք չի փորձնում, մեր Արտակի վարքում արագաշահություն է միայն, փոքր պահպասում։ Արփիս, մեր Առաքելյանը, Արև աղջիկ Արփին է, մեր հրաշք Արփին է, խելացի է, կարգապահ, ամեն ինչում օրինաբար, ինչ ուզում ես վստահի Արփին անթերի կանի։ Ժասմինան Սահակյան, Արևաշող իմ աղջիկը, Անուշիկ է մեր Ժասմինան, հայտրա ժպիտը դեմքին իր հետ լույս է բերում նա, ու ժպիտ տալիս ամենքին։ Ալենա Աբրահամյան,
Ալենը փոքրամարմին, փոքրունի տղա է, փոքրիկ մարմնով, բայց մեծ գիտելիքներով։ Ալենս միշտ փայլում է։ Շնորհավորում եմ։